Ադրբեջանցի իշխանամետ փորձագետները դեռ Բայդենի հեռանալու օրերին էին իրենց հասարակությանը հանգստացնում։ Շուտով Թրամփի գալով պայմանավորված լավ օրեր են լինելու, Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները ջերմանալու են։ Թրամփը եկավ ու ադմինիստրացիան սկսեց ակտիվ հայտարարություններն ու հրապարակումները Հարավային Կովկասի Երևան-Բաքու հարաբերությունների մասին։ Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առիթով։ Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Հակամարտության խաղաղ լուծումը կապահովի Հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։ Հիմա ժամանակն է հավատարիմ մնալ խաղաղությանը եւ սկսել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանը։ Թրամփի վարչակազմի պետքարտուղարն էլ շնորհավորանքում հատուկ ընդգծել էր Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Շարունակել ձևակերպելով, թե ԱՄՆ-ն ընդունում է նաև Ադրբեջանի որպես էներգակիրների մատակարարի եւ տրանսպորտային հանգույցի կարեւորության աճը։ Նախորդ շաբաթ էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ են տեսնում եւ ակտիվ ներգրաված են կանխելու ռազմական բախումը։ Ինչ հաշվարկ է անում Սպիտակ տունը, միջազգայնագետն ասում է, մի կողմից տեղ է հասնում ադրբեջանա-թուրքական լոբինգը, դրան գումարվում է նաև հրեաների աշխատանքը, մյուս կողմից Ամերիկան առաջնորդվում է First America սկզբունքով։ Բնական է, որ էներգակիր Ադրբեջանը ավելի հետաքրքիր է Վաշինգտոնին։ Նախ նրանով, որ հարուստ է էներգետիկ ռեսուրսներով, հետաքրքիր է այն առումով նաև, որ լոգիստիկայի կարող է տրամադրել շատ կարևոր ճանապարհներ, ինչպես հյուսիսից հարավ, այդպես էլ արևելքից դեպի արևմուտք։ Եվ այս պարագայում իհարկե Ադրբեջանը հետաքրքիր է եւ հետաքրքիր է նաև այն պարադիգմայից, որ Թուրք Միացյալ Նահանգներ հարաբերություններ են խորացված եւ ՆԱՏՕ անդամ պետություն է դեռևս Թուրքիան։ Փող, բայց Ամերիկայում նաև հաշվարկել են Ադրբեջանի դերը Իսրայել-Իրան հնարավոր հակամարտության դեպքում։ Պետք չէ նեղացնել ու հեռու վանել, պետք է սիրաշահել, քանի դեռ հայտնի չէ, թե Թեհրանի հետ գործերն ինչ ընթացք կունենան։ Այստեղ շահերը երկկողմանի են, Ադրբեջանը պետք է Միացյալ Նահանգներին որպես Իսրայելի ռազմական աջակից։ Իսկ եթե այդ բախումը ամեն դեպքում տեղի ունենա, Ալիևը կփորձի տարածաշրջանային վաղեմից ավալապաշտական երազանքները կյանքի կոչել։ Փորձի կյանքի կոչել այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ դա կներկայացնի Միացյալ Նահանգներին, որ տեսեք, այս հնարավորությունը, եթե դուք մեզ տրամադրեք, որ մենք վերահսկողություն հաստատենք այդ միջանցքի վրա կամ ստիպենք Հայաստանի իշխանություններին, որ իրենք տրամադրեն այդ միջանցքը մեզ, ապա սրանով մենք կկտրենք Իրանի կապը Հայաստանի հետ, Եվրամիության հետ եւ ինչ որ չափով նաեւ Ռուսաստանի հետ։ Այստեղ փորձագետը հատուկ ընդգծում է, առերևույթ նկատելի է, հայկական լոբինգ Ամերիկայում չի իրականացվում այնպես ինչպես պետք է, կամ գուցե դա համակարգված չէ ի տարբերություն ադրբեջանականի։ Ալիևը կարողանում է թանկացնել իր առաջարկները։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։